Իրարանցում անորոշություն է Զվարթնոց օդակայանում։ Իրանցի այս ընտանիքը անհանգիստ է, քանի ժամ է նորություն չունեն հարազատներից, չգիտեն ինչ վիճակ է հայրենիքում։ Լսել եմ 10-ից ավելի քաղաք է ավերվել։ Շնորհակալ եմ Ալլահին, որ իմ քաղաքը դեռ չի տուժել։ 5 օր առաջ են ընտանիքով Թեհրանից Հայաստան եկել, այսօր մեկնելու էին Դուբայ։ Ուզում ենք Դուբայ գնալ, բայց թռիչքը չեղարկվել է, այստեղ իմացանք այդ մասին։ Հույս ունեմ, որ մի քանի օրից կգնամ իմ հայրենիք։ Զվարթնոցում մարդիկ այս ու այն կողմ են շարժվում և մի անկյունում հուսահատ կուչ գալիս։ Ժպտում են միայն աշխարհաքաղաքական խնդիրներից անտեղյակ փոքրիկները։ Շատերը զայրացել են, օդանավակայանում են իմացել, որ հակամարտող Իրանն ու Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները և տասնյակ չվերթներ չեղարկվել են։ Առանց տեղեկացնելու չեղարկել են թռիչքս։ Ես կայքը ստուգեցի օդանավակայան գալուց առաջ, այն չեղարկված չէր։ Կանադացի Գասանը Էյր Արաբիա ավիաընկերության օդանավով Աբու Դաբի պետք է մեկներ, այսօր կեսօրից հետո։ Չեղարկվել են նաև այն չվերթները, որոնք Հայաստան հասնելու և հակառակ ուղղությամբ գնալու համար պետք է անցնեն Իրանի կամ Իսրայելի օդային տարածքով։ Էյր Արաբիան ոչ մի ներկայացուցիչ չունի այստեղ, գրասենյակ չկամ, մեզ մնում է նստել ու սպասել։ Հոնկոնգ էի պատրաստվում մեկնել, չվերթս Դուբայով էր, պետք է թռչեի Fly Dubai օդանավով, ամեն ինչ իրար է խառնվել։ Մարդիկ չգիտեն ինչ անել։ Օդանավակայանում սնունդը շատ թանկ է, մնալու տեղ չունեն և ստիպված պետք է քնեն նստարաններին։ Իմ թռիչքն այսօր էր, կեսօրին, հետաձգվել է ու ոչ ոք չի ասում ինչ պետք է անենք։ Սա աշխարհաքաղաքական խնդիր է, իմ գործը չէ։ Ես եկել եմ Հայաստան, որ տեսնեմ այս երկիրը։ 4-5 օր եմ անցկացրել այստեղ ու այսօր իմ վերադարձի օրն էր։ Իսրայել-Իրան օդային բախումների պատճառով միջազգային հարյուրավոր թռիչքներ են չեղարկվել։ Հարկադրված վայրեջք են կատարել տասնյակ օդանավեր։ Հայերը հարկադրված Բաքվում են հայտնվել, ադրբեջանցիները Երևանում։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ մեր պետական կառույցները այս հարցով հետևողական են։ Բաքվում հայտնված հայերի ճակատագրով անհանգիստ է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։ Նա դիմել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներին, խնդրելով ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը։ Վանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդելյան, Հայլուրի համար։